ու ասեմ, որ Դավիթը շատ լավ ռուսերեն է խոսել, շատ լավ ֆրանսերեն է խոսել։ Հա, ֆրանսերենը անպայման եղել է, չէ՞։ Հա, ֆրանսերեն է խոսել շատ լավ, եւ երբ որ ինքը եկել է պատերազմից հետո այդ լիսենյակի մեջ, դուրսը նստել է հարևաններն արդեն պատմում են։ Ասել են, թե ինչ երանի է, արի մեզ մեր մոդը, ասել է խոսելիք չունեմ, խոսելու ոչ մի բան չունեմ, թե ինքը բարձր արիստոկրատ կնիկ, ու այդ կանայք ասել է ես հեչ խոսելու բան չունեմ, եւ ինքը չդիմանալով այս ամեն ինչին, այդ կաշկերին, այդ վարքերին, այդ սև հացին, որ պապաս ասում է քամում էր, ջուրը կատում էր պատերազմից հետո, ինքը չի կարողացել ինքն էլ։ Ոչ թվին է մահացել։ 45 թվին, ես ծնված չեմ։ Տեսել է տղեն պատերազմից հետո վերադարձել վիրավոր, տունը ձեռքերից ելած, ունեցվածքը թալանված, էսկամբանից հետո, թեկուզ իր տներից հետո, ինքը ոչինչի վրա է եղել, արդեն ունեցվածքն էլ է դարդատեղենը, մամաս ասում է շատ բանկին էր, տալիս էր դարդատեղենը մի մեշով ցորեն էին բերում, այդ ցորեններ ինչ էր անում, խարգում էին, խեձախի նման լսում էին բերանները ու դում էին, աղջիկը երեխեքներ են, այդ որ տուբերկուլյոզով հիվանդ է եղել, աղջիկը այն մի աղջիկն էլ մահացել է, այս աղջիկն էլի տուբերկուլյոզ, ինքը չի դիմացել, ուղղակի հնարավոր չի եղել այդ բոլորից հետո ինքը մահացել է, ու ասել է… Իսկ ինքը ոչ թվի ծնունդ էր, կարող էի իմանալ։ Ես քեզ ասեմ, ուրեմն ինքը 1885 երևի, որովհետև 45 թվի նոր մահացել է, մամաս ասում են ամենը 54-55 տարեկան է եղել, հաբը, այդպես է մահացել, ասում է որտև ինքը ասում է ոչ անելիք ունեմ, ոչ ասելիք ունեմ, ոչ մի բան չունեմ,